Պարոն Բագրատյան, շուրջ 2 խմբականակ, մի քանի տոննայի հասնող դիզվառելիք բենզին, Ադրբեջանից ներմուծվեց Հայաստան, ու սա ներկայացում է որպես խաղաղության օրակարգի, այս ծրագրի շրջանակներում իրականացվող քայլ, ասում են ձեր թիմակիցները, ասում են, տեսեք, Ադրբեջանի հետ գնում ենք խաղաղության, արդեն այնտեղից ենք ապրանքներ ներմուծում, այսօր էլ հայտնի դարձավ, որ ավելի նախորդիվ հացահատիկներ, Ղազախստանից Ադրբեջանի տարածքով ներմուծվում, այսօր էլ հայտնի դարձավ, որ ռուսական գազն է Ադրբեջանի տարածքով ներմուծվում։ Հիմա սա այս նախընտրական շրջանին ընթառած ինչ-որ խորհրդանշական քայլեր են, թե իսկապես ինչ-որ տնտեսական նախադրյալներ կան համագործակցության, ասեք այս մասին։ Իրականության մեջ մենք տարածքների ապաշրջափակման, ճանապարհների ապաշրջափակման թեմայով բազմաթիվ ելույթներ ունեցել ենք եւ նաեւ վերջում Թրիպի ծրագրով այդ մասին խոսվեց, որ պետք է ճանապարհները ապաշրջափակել, որպեսզի այն ծրագրերը, որ նախատեսված է հայ-ամերիկյան հայտարարությամբ իրականացվի։ Եվ այս կոնտեքստում նաև Ադրբեջան-Հայաստան կապերը այնպես են ակտված, որ բացելու սահմանները, բացելու ճանապարհները բացելու խնդիր է դրված։ Երկու օր առաջ Սադարակում քննարկվում էր աստագետների կողմից երասք Սադարակ հատվածը բացելու քայլերը։ Դրանից առաջ նաև Ադրբեջանի նախագահն հայտարարեց, որ այլևս Վրաստանով չեն ցանկանում Հայաստան ապրանք ուղարկել, այլ ուղիղ Ադրբեջանից Հայաստան ուղարկել։ Դա նշանակում է, որ Ղազախ-Իջևան գիծը նույնպես ապաշրջափակվելու է։ Այսինքն ճանապարհների ապաշրջափակում բերում է նաև բեռների տեղափոխման նոր հնարավորություն։ Եվ եթե հեղուկ գազը վերջորեն գիտեք անասելի թանկանում է, դրա պատճառն այն է, որ Լարսը փակ է։ Չեն կարողանում Լարսով հեղուկ գազ տեղափոխել Հայաստան եւ մեր քաղաքացիները ստիպված են լինում 1 լիտրին մինչեւ 300 դրամ նույնիսկ վճարել։ Պարոն Բագրատյան, բայց այստեղ դեմպինգի վտանգ չեք տեսնում, քանի որ ի վերջո կարող է գալ մի շրջան, եթե այսպես շարունակվի, որ ադրբեջանական հեղուկ գազը, դիզվառելիքը դոմինանտ դառնա եւ արդեն հայկական Հայաստանի հայկական գազը արդեն ճնշումներ լինեն եւ գնային առումով այստեղ խնդիրներ առաջանան։ Դա դեմպինգի հետ կապ չունի այնքան, որքան որ ռուսական գազն է գալի Հայաստան, հիմա էլ Ադրբեջան տարածքով ռուսական գազը գալի Հայաստան։ Այսինքն ճանապարհներն են, լոգիստիկան է փոխվում, քանի որ Լարսը փակ է, բերում են այլընտրանքային ճանապարհով։ Իսկ ինչպես պետք է այդ վերահսկողությունը, օրինակ հիմնական գործառույթը ՏՄՊՀ-ին է, բայց որպես այդպեսին տեսնում ենք ինչ որ վերահսկողություն ամեն դեպքում այս պահի դրությամբ ինչ որ հայտարարություն չկա, այս մասով, որ կառույցը պետք է այդ վերահսկողություն իրականացնի, որ այդ հավասարաչափությունը պահպանվի գնային շուկայում։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է, պաշտպանության հանձնաժողովն է զբաղվում դրանով, բայց մեծ հաշվով մենք բոլորս այդ արձագանքել ենք գազի, հեղուկ գազի թանկացման խնդրին եւ երկու օր առաջ ես հանրային հեռուստաընկերությամբ դրա մասին ասացի, որ խնդիրն այն է, որ պահանջարկը մեծ է հանրապետության, առաջարկը քիչ, բնականաբար թանկանում է, որովհետեւ քիչ գազ կա, շատ պահանջարկ կա եւ չեն հասցնում ներկրել, որպեսզի գինը պահպանեն։ Իսկ երբ որ արդեն քիչ պաշար են ունենում, գները բարձրացնում են, որպեսզի չընդհատվի շղթան, այսինքն եթե գնում էին պայմանական օրը 100 ավտոմեքենա էր լիցքավորում, հիմա գինը բարձրացնելով իրենք 50-40 ավտոմեքենա են կարողանում լիցքավորել, որպեսզի նոր ներկրվող գազը հասնի եւ լցականում չընդհատվի այդ շղթան։ Շղթան չընդհատվելու մի ճանապարհը գտան, որ արագ հարկավոր է երկաթուղով տեղափոխել, մանավանդ որ ադրբեջանական կողմը չի առարկում եւ գազի գինը շուկայական գինը նորից ձևավորվի ավելի մատչելի հնարավորությամբ, ավելի մատչելի շրջանակում։ Պարոն Բագրատյան, ինչպես դուք էլ ձեր խոսքում նշեցիք ու տարբեր փորձագետներ, տնտեսագետներ այս մասին հաղորդում են, որ վերջին շրջանում Հայաստանում հեղուկ գազի գինը կտրուկ բարձրացել է ու շուկայում գազի դեֆիցիտ կա, սրա արդյոք սա հենց այդ պայմանավորված չէ հայկական շուկա ադրբեջանական գազի, դիզվառելիքի առանց վերահսկողության ներմուծման գնային առումով նկատի ունեմ։ Ուղիղ հակառակը, եթե հիմա ադրբեջանական գազ լիներ Հայաստանում, բնականաբար գները էժան կլիներ, բայց ադրբեջանական գազ դեռևս Հայաստան չի ներկրվել։ Գազ չի ներկրվել, գազը ներկրվում է նորից ռուսական շուկայից։ Ադրբեջանական կողմից նավթամթերք է ներկրվել, դիզելային վառելիք եւ բենզին։ Եվ դրա շնորհիվ որոշակի մինչև 15-ից 20% առանձին դեպքերում գնանկում է տեղի ունեցել մեր շուկայում։
բայց ադրբեջանական հեղուգազ չի ներկրվել Հայաստան։ Այս իմաստով մենք այս պահին միշտ վերել ենք Ռուսաստանի Դաշնությունից եւ որոշ քանակով նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունից, բայց գիտեք, Իրանում նույնպես բավականին խնդիրներ կան, հիմա ներքաղաքական, այո, լոգիստիկ խնդիրներով պայմանավորված, այսինքն այն ծավալները, որ նախատեսված էր, որ տնտեսվարողները պետք է ներկրեն եւ գազի գինը պահպանվի, այդ ծավալները չեն կարողանում ապահովել զուտ լոգիստիկ խնդիրների պատճառով։ Հիմա հնարավորություն կա այդ լոգիստիկ խնդիրը երկրորդ տարբերակով այլընտրանքային ճանապարհով բերել եւ պետք է բերվի, որպեսզի մեր քաղաքացին ֆինանսապես չտուժի։